մոտավորապես 100, ընդեղ 15 մոտավորապես 107, Dorothy Hodgkin-ի scholarship-ն է, որը եւս 7-8 տեղ, ու որոշ բարձրիներ դրանք արդեն լրիվ ֆինանսավորումներ չեն, դա կարող է լինել 10,000 pound, դա կարող է լինել 1200, դա կարող է լինել 100. Scholarship-ը երբ որ ստանում եք, երբ եք դրան ասում մայ։ Երբ որոշումը դրական լինի անմիջապես ցանկացած ժամանակ մայիսից սկսած մինչև սեպտեմբերի մեջ։ Գեյթսի պատասխանը կլինի մայիսին, բայց դուք ևս կլինեք waiting list-ի մեջ, Dorothy Hodgkin-ը եւ այլը կլինի սովորաբար մայիսից հետո։ Այսինքն այդ process-ը ընդհանուր կախված է ռեօրիենտացիա տարբեր մարդկանց տեղերի շարժումից, դու կարող եք իմանալ ցանկացած ժամանակ մինչև սեպտեմբերի 28-29, հոկտեմբերի 1-ից ռեալ կուրսն է սկսվում։ Բայց եթե մի անգամից հաջողության արժանան, դա մոտավորապես մայիս-հունիսին դուք իմանաք full scholarship-ի մասին։ Մայիս-հունիսին առաջի մայիս-հունիս ամիսների։ Բայց նկատեմ, որ փաշը բարձրիները շատ օպցիաներ կա, երկու բարձրի ստանալու, երկուսն է համասարանից ինքնամբողջությամբ ծածկումներ ուսման բարձը։ Սա եթե ասում 5% ֆինանսավորում են, երևի թե սա կազմում է 2% այդ 5%-ի, որ նման կերպով են շատ ավելի մեծ կամպության դիմորդներ ստանում են մի քանի բարձրիներ, թեպուս հենց բոլորն էլ համասարանից վերցնելով։ Ու դա արդեն կլինի մոտ սովորաբար ամառը, ամռան վերջին կամ սեպտեմբերի։ Կամ դուք ունեք փաշը բարձրներով մի կերպ հավաքած որոշակի գումար, մենք է սեպտեմբերին ինչ-որ մի Gates Scholar որոշումա չկար, կամ ուրիշ համասարան գնալ, որտեղ դեռ ավելի շատ են օրինակի համար տալիս, ու ձեզ միանգամից լրիվ ֆինանսավորում են տալիս։ Կներեք, իսկ եթե ընտանիք ունեք, պետք է գնաք։ Եթե ընտանիք ունեք, պետք է ընտանիքով գնալ, ուսանողական վիզան ստանալով, Higher 2 վիզան ստանալով, ձեզ նաև հնարավորություն տրվում, ինչը նաև կարող եք նշել ձեր application-ի մեջ, ձեր application-ի մեջ նշվում է նաև, թե դուք միայնակ եք լինելու, թե ոչ, այդ դեպքում իրանք ուղղակի համալսարանը առաջին էին ձեր համար որոշակի հարմարություններ կստեղծի, համապատասխան accommodation, որը կլինի մի քիչ ավելի լավ պայմաններում, ավելի մոտիկ, գուցե department-ին եւ այլն, դա սովորաբար քոլեջի այդ մասին կհոգա։